հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում արդեն թուրքական պետությունը մշակում ու ձևավորում էր ժխտման քաղաքականությունը։ Թալյաթը ոչ միայն զբաղվում էր հայերի զանգվածային կոտորածով, այլև դնում էր այսօրվա Թուրքիայի ժխտման քաղաքականության հիմքերը եւ տեսական եւ գործնական առումով։ Դրան զուգահեռ հայկական իրականությունում այդ բարդ իրավիճակում ցեղասպանության տարիներին, առաջին հանրապետության գոյության տարիներին, հետո սովետական Հայաստանի առաջին տարիներին մեր հանրությունը շարունակում էր տարբեր մեթոդներով ձգտել պահպանել հիշողությունը։ Դա կարող են լինել հուշարձանների միջոցով, դա կարող են լինել հիշատակի տարբեր արարողությունների եւ բնականաբար արդարության պահանջը։ Եվ երբ որ այդ արդարության պահանջը հանդիպում էր համաշխարհային հանրության լուր անտարբերությանը, ապա գործի էր դրվում հուսահատ տարբերակներ, վրեժխնդրություն, այնինչ հավաքական առումով կոչվում է Նեմեսիս օպերացիա։ Եվ փաստորեն սկիզբը հայ-թուրքական հարաբերությունների այս հարցի սկսվել է հետևյալ կերպ. Թուրքական կողմը հիշում է ժխտելը եւ հայկական կողմը պետք է հիշի չմոռանալը, պետք է հիշի հիշելը, պայմանական ասած։ Եվ Նեմեսիսին զուգահեռ ես ուզում եմ մեջբերել պաշտոնական օրենքներից մեկը, որը ընդունվել է 1926 թվականին եւ վերաբերում է հայոց ցեղասպանության ճանաչված հանցագործներին։ Մինչ այդ գիտենք, որ 1919-21 թվականներին Օսմանյան դատարանները մեղավոր են ճանաչել եւ դատապարտել էին, ստիպված իհարկե, մի շարք երիտուրք պարագլուխների՝ Թալյաթի, Ջեմալին եւ մյուսներին։ Սակայն արդեն 1926 թվականին Թուրքիայի Հանրապետության իշխանությունները իրավական առումով սկսեցին այդ ոչրագործների արդարացման եւ հերոսացման գործընթացը եւ դա ստացավ կոնկրետ իրավական ձևակերպ։ Մասնավորապես, սա քիչ արծարծված հարց է, բայց ես ուզում եմ, որ ավելի հանրային դառնա, որպեսզի հասկանանք, որ Թուրքիայում հայոց ցեղասպանությունը ժխտում են նաեւ իրավական փաստաթղթերով, իսկ հայոց ցեղասպանության մեղավորներին հերոսացնում են իրավական փաստաթղթերով, կառավարության ու ազգային ժողովի որոշումներով։ Մասնավորապես 1926 թվականի մայիսի 29-ին Թուրքիայի կառավարությունը Թուրքիայի ազգային մեծ ժողովին է ներկայացնում մի օրինագիծ, որը վերնագրված էր հետևյալ կերպ. հայկական հանցագործ կոմիտեների կողմից սպանված կամ էլ տարբեր կերպ հալածանքի ենթարկված պետական գործիչների ընտանիքներին անշարժ գույքի եւ հողատարածքի տրամադրման մասին օրենք։ Այս օրենքը բնականաբար ընդունվում է միաձայն եւ որպես օրենքի հիմնավորում, այստեղ նաեւ ներկային պատգամավորներ գիտեն այդ ընթացակարգը, որպես օրենքի հիմնավորում նշված է հետևյալը. Սա քայլ է, որով թուրք ազգը իր վշտակցությունն է հայտնում մեծ հույսերի եւ նպատակներին հետամուտ ու այդ ճանապարհին իրենց կյանքը զոհած բարձրաստիճան անձանց ընտանիքներին եւ զավակներին եւ նյութապես զորակցում են նրանց։ Այստեղ կարևոր է մի հանգամանք, որը խոսում է նաև որոշակի ռասիզմի մասին։ Օրենքում նշվում էր, որ ոչրագործների ընտանիքներին փոխհատուցում պետք է տրվեր, հատուկ շեշտվում էր հայերի լքյալ գույքից, այսինքն այն գույքից, որը մնացել էր հայոց ցեղասպանությունից հետո։ Եվ այդ օրենքի փաստաթուղթը կա, որի տակ գրված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, ժամանակի վարչապետ Իսմետ Ինոնյուի եւ կառավարության բոլոր անդամների ստորագրությունը։ Սա պետական օրենք է, որով հետևյալ անձինք՝ Թալյաթ Փաշա, Ջեմալ Փաշա, Բեայդին Շաքիր եւ 10-ից ավելի մարդիկ ճանաչում են որպես ազգային նահատակներ եւ նրանց հանցագործությունը ներկայացվում է որպես պետության հանդեպ իրականացված մեծ քայլ։ Եվ բնականաբար այս օրենքից հետո շատ օրինաչափ է, որ սկսում են այդ մարդկանց անուններով Թուրքիայում կոչվել փողոցներ, դպրոցներ, պուրակներ եւ այլն։ Եվ հիմա գալով արդեն այսօրվա, ապա կարող ենք ասել հետեւյալը. այսօր Թուրքիայում այս ոչրագործները շարունակում են իրավական եւ հասարակական ընկալման մեջ ներկայացվել որպես հերոսներ։ Տարբեր բնակավայրերում կան նրանց արձանները եւ այլն եւ այլն։
ինչ է կատարվում Հայաստանում մեր օրերում, որը իրոք ահազանգ է, մասնագետների կողմից ներկայացված ահազանգ է, ավելի շատ մասնագիտական, քան քաղաքական, բայց սա վերաբերում է մեր բոլորիս, մեր հանրության։ Կատարվում է հետևյալը. մեզ մոտ ի հակակշիռ թուրքական ինստիտուցիոնալ ժխտողականության, ի հակակշիռ նրանց, որ իրենց դպրոցական դասագրքերում եւ այլ կրթական ծրագրերում շարունակում է հայոց ցեղասպանության ժխտումը, ոչրագործների հերոսացումը, մեզ մոտ հակառակ պրոցեսն է։ Խոսվում է Նեմեսիսի արձանի անիմաստ տեղադրված լինելու մասին։ Խոսվում է, որ դեռ պետք է հաշվեն, թե 1.5 միլիոն զոհերը իրոք այդքան են, անուն ազգանունները գտնել եւ այլն եւ այլն։ Խոսվում է, որ դեռ պետք է հասկանան, թե ինչ է եղել 1915 թվականին։ Եվ խոսվում է, որ այս ամենը հակասում է քաղաքական պրագմատիզմին, որ եթե ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատենք, ուրեմն ըստ ներկայացված տարբերակի պետք է մոռանանք ինքներս մեզ, պետք է մոռանանք մեր հիշողությունը, մեր անցյալը։ Ես կարծում եմ ոչ միայն որպես թուրքագետ, այլ մասնագետներ նույնպես այս նույն կարծիքին են, որ հիշողությունը նաև իրատեսություն է եւ պրագմատիզմը որևէ կապ չունի պատմական հիշողության հետ։ Եթե որևէ իշխանություն սկսում է արծարծել հիշողությունից հրաժարվելու հարցը, ուրեմն այդ իշխանությունը խեղճ է։ Խեղճությունից է բխում հիշողության կորուստը, հիշողության մոռացման հարցը։ Եվ մեզ մոտ տեղի է ունենում փաստացի հայ-թուրքական հիշողությունների պայքար։ Եվ այդ պայքարում մենք չգիտես ինչի կամովին նահանջում ենք, մենք զիջում ենք, և սա սովորական զիջում կամ կորուստ չէ, այլ սա ինքնության, մտածելակերպի շարունակականության զիջում է, որը ուղղակի անթույլատրելի է։ Այստեղ հավաքված են տարբեր սերնդի մարդիկ և բոլորը կարող են հիշել, թե իրենց նախնիները որտեղից են, բոլորը կարող են հիշել իրենց մեծ պապերի, տատերի պատմությունները, նոր պարոն Ծառուկյանը նշեց իր Ալաշկերտցի նախնիների մասին, բոլորս կարող ենք հիշել, թե մենք որտեղից ենք, սա մեր հիշողության կոդեքսն է, որի վրա ուժեղ հարձակում է տեղի ունենում, ընդ որում, եթե թուրքական կողմից մոտ 100 տարի այս հարձակումը տեղի է ունեցել, ինչ որտեղ կարող ենք համարել օրինաչափ, հակառակորդ թշնամի երկիրը հարձակվում է, բայց եւ որ մեր երկրի ներսում են այս տիպի թեմաներ ու խոսույթներ ակտիվանում, սա ոչ միայն անհասկանալի է, այլև անթույլատրելի է։ Այսօր խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, թուրքական կողմը առաջարկում է այդ սահմանային ուղեկալը անվանել Թալյատ Փաշայի անունով։ Մենք առաջարկում ենք մոռանալ մեր երախտավորներին, հերոսներին եւ այլն։ Սա ոչ օրինաչափ եւ ոչ ադեկվատ արձագանք է։ Մենք իհարկե կողմ չենք թշնամության շարունակությանը, բայց մենք դեմ ենք հիշողության միակողմանի, նախ հիշողության կորստին եւ մենք դեմ ենք միակողմանի տարատեսակ զիջումներին։ Հետևաբար, այդ պետք է գիտակցել, որ հիշողությունը արդի աշխարհում քաղաքական շատ կարևոր գործիք է։ Այդ քաղաքական գործիքակազմի ամենակարևոր տարրերից մեկն է։ Եվ որևէ կերպ չի հակասում քաղաքական պրագմատիզմին, ընդհակառակը ուժեղացնում է այդ քաղաքական պրագմատիզմը, քանի որ հիշողությունը օգնում է պետականության շարունակականությանը, պետականության ամրապնդմանը եւ հասարակական համերաշխությանը։ Ուստի հիշել հայոց ցեղասպանությունը, ինչպես պարոն Այվազյանն ասաց, դա անցյալ չէ եւ ոչ էլ հետամնաց եւ ոչ էլ ուրեմն ոչ պրագմատիկ քայլ է։ Դա 21-րդ դարում մեր պետականությունը եւ մեր ազգային հիշողությունը ամրապնդելու եւ որպես ազգ 21-րդ դարում ինքնավստահ եւ հպարտ մեր ճանապարհը շարունակելու ամենակարևոր ուղիներից ու գործիքներից մեկն է։ Շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։